Գրիգոր Տաթևացի Դատավորի կիրակի մասին Դարձյալ նույն բանի մասին մի քաղաքում մի դատավոր կար, Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում։ Շատերը այս առակի խոսքերը ասում են, որովհետև նա է բոլորի իշխանն ու դատավորը, իսկ քաղաքն աշխարհն է, քանի որ նրա նման չի երկնչում մեծագույնից, որովհետև ոչ ոք նրանից ավելի մեծ չէ և չի ամաչում ցածրերից։ Խոսքը առաջ տանելով, դատավորին անիրավ է անվանում, իսկ Աստված արդար դատավոր է, ուստի առակի խոսքը չի պատշաճում Աստծուն։ Եվ ոմանք ասում են, թե մարդկանց համար հրեշտակներն են իշխաններ և վերակացուներ կարգված։ Սակայն հրեշտակները սպասարկող հոգիներ են, իսկ առաքյալները մարդկանց սպասավորելու և պահպանելու և ոչ թե նրանց պատժելու համար են։ Մի մասն ասում են, թե աշխարհի դատավորներն ու իշխանավորները, ինչպես նաև ազգերի թագավորներն են անիրավությամբ դատաստանանում, սակայն այս էլ ճշմարիտ չէ, որովհետև նրանցից ով է, որ ոչ Աստծուց է վախենում և ոչ էլ մարդկանցից է ամաչում։ Իսկ ոմանք ասում են, թե քաղաքի եկեղեցու հոգևոր առաջնորդն է դատավորը, սակայն նրանք անիրավ դատավորներ չեն, քանի որ երկնչում են Աստծուց։ Այլ այս առակի խոսքը ասվում է յուրաքանչյուր մարդու համար, որ Աստծու կողմից շինված քաղաք է, ըստ այն խոսքի, թե Աստծո կենդանի տաճար եք դուք։ Իսկ դատավորը միտքն է, թշնամիները մարդու հոգին և մարմինը։ Սրա համար էլ ասվում է, թե մի քաղաքում մի դատավոր կար, արդ քաղաքը մարդն է։ Նախ ըստ համեմատության, երկրորդ ըստ առավելության։ Ըստ համեմատության կարգն այսպես է, ինչպես որ մի տեղում հավաքվում են ու քաղաք շինում, որպեսզի միմյանց կարիքները լրացնեն։ Վաճառականների պետքերը արհեստավորները, արհեստավորներինը ուսմունքով։ Այսպես է նաև մարդը, մի տեղ են հավաքված հոգին և մարմինը, զգայարաններն ու միտքը, և սրանց նման և ոչ նման բոլոր մասերը, որ օգնում են միմյանց։ Որովհետև մարմինը սպասավորում է հոգուն, իսկ հոգին շարժում է այն, միտքն ուսուցանում է, իսկ զգայարանները ծառայում են և այսպիսով օգնում են միմյանց։ Կրկին անգամ, ինչպես որ քաղաքը պարիսպներ ու դռներ ունի, բնակիչներ և իշխաններ, տնտեսություն և հարստություն, այնպես էլ մարդն իբրև պարիսպ ունի իր մարմինը, իբրև դռներ զգայարանները, բնակիչներ հոգին, իբրև իշխանավորներ միտքը, իսկ իբրև զինվորներ ցանկությունն ու ցասումը։ Իսկ ունեցվածքի հարստություններն են հավատը, հույսը և սերը, որոնք գերագույն և աստվածային առաքինություններ են, ինչպես նաև խոհեմությունը, արիությունը, ողջախոհությունը և արդարությունը, որոնք ստացական առաքինություններ և հոգևոր ունեցվածքներ են։ Եվ ինչպես որ թշնամիների և սիրելիների համար քաղաքի բոլոր ելքերն ու մուտքերը դռան միջոցով է, այնպես էլ մեր միջով է բարի և չար գործերի ելքն ու մուտքը, որ 5 զգայարաններով են լինում, այսինքն աչքերով, ականջներով, բերանով, հոտոտելիքով և բոլոր շոշափելիքներով, ձեռքերով ու ոտքերով։ Քանի որ սրանցով ենք մեղք գործում, այսինքն աչքով գեղեցիկ բաներ ենք ցանկանում, ականջով հեշտանում, հոտոտելիքով թուլանում, լեզվով սուտ խոսում և բերանով ագահի պես ուտում և խմում, ձեռքով զրկում և վնասում ենք և բոլոր անդամներով մեղկանում ու թուլանում ենք վատթար հեշտություններով, դառնալով մեղքին ծառայող մարդ և կորստյան որդի։ Իսկ երբ ցանկանանք ետ դառնալ մեր մեղքերից, հենց այս զգայարաններով ենք բարին գործելու, քանի որ աչքով արտասվելու ենք, ականջով լսելու ենք հոգևոր երգեր, բերանով հեծեծալու և լեզվով մեր մեղքերը Աստծուն խոստովանելու, ձեռքերով աղքատներին ողորմություն ենք բաժանելու և մարմինը չարչարելու ենք պահքով, աղոթքով և տքնելով։ Այսպիսով բոլոր բարեգործությունները զգայարաններով դռնից ներս ենք մտցնելու։ Այս ամենը քաղաքի համեմատության է, ինչպես որ ասվեց. մի քաղաքում մի դատավոր կար։ Իսկ մարդը քաղաք է կոչվում ըստ առավելության և սրա պատվականությունը մեծ է։
Նախ որ քաղաքը մարդու ձեռքի գործն է, իսկ մարդը Աստծո։ Երկրորդ, որ քաղաքը մարդու բնակության վայրն է, իսկ մարդը Աստծո, ինչպես քաղաքն է քաղաքի մեջ։ Երրորդ, քաղաքը հողի պատկերն է, իսկ մարդը Աստծո։ Չորրորդ, քաղաքը անկենդան է, իսկ նա կենդանի։ Հինգերորդ, այս քաղաքը ապականացու է, իսկ այն անապական հոգով։ Վեցերորդ, քաղաքը իր ամեն ինչով մարդու համար է, իսկ մարդը Աստծո։ Յոթերորդ, քաղաքի բարությունն ու փառքն անցավոր են, իսկ մարդունը մշտնջենավոր։ Ութերորդ, ավերված քաղաքը կարող է որևէ մեկը վերակառուցել, իսկ քանդված բնությունը, որ Աստված է ստեղծել, վերանորոգվում է հարությամբ։ Իններորդ, մեծ է նաև քանակությամբ, քանզի քաղաքը տեղ է, իսկ մարդը արևելքից արևմուտք է եւ այլն։ 10-րդ, քաղաքի տեղը խոնար երկիրն է, իսկ մարդու քաղաքին է երկինքն է բարձունքներում եւ նա քաղաքակից է հրեշտակներին։ Այսպիսով հայտնի է, թե ինչպես է մարդը նման քաղաքին, իսկ այս քաղաքին արդար դատավոր կարգեց միտքը, արդարությամբ քննող եւ տանջող, որովհետեւ ուր որ բողոք կա, քննում եւ որոշում է չարն ու բարին, միշտ փախչում է չարից եւ հետևում բարուն։ Իսկ եթե սխալվելով ընկնի չար գործերի մեջ, այնժամ խղճմտանքը կչարչարի ու կտանջի նրան որպես հանցավորի, եւ ըստ Դավթի մնում է դառը տրտմության մեջ։ Գիշեր ցերեկ շրջեցի վշտացած, քանզի հոգիս լցվեց տանջանքներով։ Ինչպես Եսայի մարգարեն ասաց, ամբարիշտներն ուրախություն չեն տեսնելու, ասում է ամենակալ Տերը, այսինքն հոգևոր ուրախություն։ Ազգերի դատավորները 4 ձևով են կեղծում դատաստանները՝ տգիտությամբ կամ կաշառքով, վախենալով կամ երեսպաշտությամբ։ Իսկ միտքն արդար դատավոր է հոգու եւ մարմնի համար, եւ սրանցից ոչ մի շեղվածություն չունի, որովհետեւ միտքը իմաստուն է եւ ունեցվածքի անկարոտ, այս պատճառով էլ անկաշառ է եւ նրանց իշխանը, այս պատճառով էլ չի երկնչում։ Եվ քանի որ արդար է, դրա համար էլ որևէ ակնկալություն չունի, ապա ուրեմն արդար է դատում։ Դարձյալ միշտ նրանց մեջ է եւ նրանց գործը գիտի, ուստի վկայի կարիք չունի, որովհետեւ արդար է դատում, ինչպես ասաց Հովհաննեսն իր ընդհանրական թղթում։ Եղբայրներ, եթե մեր մտքերը մեզ չդատապարտեն, համարձակություն կունենանք Աստծո առաջ, որովհետև միտքը վկա է մեր ստությանն ու ճշմարտությանը, սրանից չենք կարող ծածկել մեր մեղքերը, սա ամեն ժամ մեզ հետ է, որպես ուսուցիչ եւ խրատող, սրանից ենք սովորում եւ խրատվում, որովհետև կատարյալ է, որի համար էլ ասաց, մի քաղաքում մի դատավոր կար, Աստծուց չեր վախենում եւ մարդկանցից չեր ամաչում։ Որովհետև փակ տեղում է, որ որևէ մեկը նրան չի տեսնում, այդ պատճառով էլ մարդկանցից չի ամաչում, իսկ որ Աստծուց չի վախենում, այն պատճառով է, որ նա իշխանությամբ ազատ է եւ ոչ թե ծառա։ Եվ եթե որևէ մեկն ասի, թե ինչու ենք ազատ կամքով, ինչու Աստված մեզ հարկերի տակ չստեղծեց, որպեսզի չկարողանայինք մեղանչել, այսպիսիներին առաքելական սաստող խոսքով կասենք, թե միթե կավը կասի բրուտին, թե ինչու այդպես ստեղծեցիր ինձ։ Եվ նորից, որ բոլոր բանականները ակամա ազատ կամք ունեն, որովհետև բանականության հետ ներս է մտել նաև ազատ կամքը, որովհետև բանականությամբ խորում եւ ընտրում ենք չարն ու բարին, արդ որոնք որ խորում եւ ընտրում ենք, իշխանենք գործով, իսկ եթե ոչ, բարապ տեղն ենք խորում։ Ուրեմն, քանի որ բանական ենք, ապա ակամա պարտադրված ենք լինել անձնիշխան։ Եվ քանի որ ստեղծված ենք, ակամա փոփոխական ենք, որի պատճառով մեր ազատությունն էլ փոփոխական է, այսինքն տատանվում է բարու եւ չարի միջև։ Ահա այսպիսին է մեր ազատությունը այս կյանքի ճանապարհին։ Իսկ Աստված ազատ եւ անձնիշխան է, նաեւ հրեշտակներն ու ընտրյալների հոգիները, չնայած որ չեն կարող չարիք գործել, որովհետեւ ընտրում են միայն բարին եւ միշտ խորշում չարից։ Այս անում են ոչ թե անզորությունից, այլ ազատ կամքով։
Նմանապես եւ դևերն ունեն ազատ կամք, սակայն միշտ շեղվում են բարուց եւ ընտրում են չարը, ոչ թե ստիպողաբար, այլ իրենց խստասրտության պատճառով։ Տես, որ Աստված մարդուն անձնիշխանություն եւ ազատ կամք է տվել, որպեսզի ազատաբար ընտրի բարին, ինչպես արեցին հրեշտակներն ու բոլոր սրբերը, բայց մարդիկ այդ անձնիշխանությունն իչարս գործադրելով նմանվում են սատանային, ընտրելով չարն ու խորշելով բարուց։ Հետևաբար Աստված մեղադրելի չէ, որ բարիք գործադրելու համար ազատ կամք եւ անձնիշխանություն պարգևեց, բայց նրանք այդ վերածեցին չարիքի։ Կրկին անգամ մարդն անձնիշխանությամբ Աստծուն է նման, ըստ այնմ, թե Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով։ Իսկ եթե մարդն ազատ եւ անձնիշխան չէ, ապա ուրեմն Աստծո պատկերը չէ։ Նորից է ասվում, թե ինչ որ բարիք անձնիշխանությամբ գործելը վարձատրելի է, իսկ ստիպողաբարն ու հարկադրվածը վարձից զուրկ, ինչպես որ անբաններն ունեն խոհեմություն, արիություն, ողջախոհություն եւ արդարություն, սակայն չունեն վարձք, քանի որ բնության հարկադրանքն է եւ ստիպողական։ Իսկ ովքեր որ ասում են, թե ինչու ազատ եւ անձնիշխան դարձանք, այլ բան չեն ասում, թե ինչու չեղանք անբան ու աննման Աստծուն առանց վարձի եւ վաստակի։ Արդար դատավորը եւ ազատ միտքը, երբ գործում է կարգ ու կանոնով, մաքուր եւ անսխալ, զանազանելով չարն ու բարին, խորշելով չարից բարին կատարելով եւ միշտ ըստարակյալի վերին բաների մասին խորելով, ուր Քրիստոս նստած է Աստծո աջ կողմը, ապա նաեւ հոգին իր հետ վեր է բարձրացնում։ Եվ շունչը հոգուն կապելով եւ արյունը շնչին, իսկ մարմինն ու զգայարանները նրանց, մարդն ամբողջովին Աստծո նման երկնային է դառնում մարմնով, հոգով եւ մտքով, միշտ բարին խորելով եւ գործադրելով։ Իսկ երբ միտքը պարփվում է բարի մտքերից, այնժամ այս կարգը խախտվում է եւ առաջնային միտքը դառնում է վերջին։ Զգայությունը փափկանալով մարմնական հաճույքների հետ իր հետ քարշ է տալիս մարմինը, իսկ մարմինը արյունը, իսկ արյունը շունչը, որի հետ կապված էր, շունչը հոգին, իսկ հոգին միտքը եւ դառնում երկրավոր ու աղտալից մարմնով, հոգով եւ մտքով։ Եվ անձնիշխան միտքը գերվում է զգայություններից եւ ծառայում հաճույքներին, խորելով եւ որոգայթ լարելով մարմնապես, ինչպես ասում է Տերը, ով մեղք է գործում, մեղքի ծառա է։ Այն ժամանակ ոսող մարմինը զորանալով մտքից հարձակվում է հոգու վրա, կեղեքելով չարչարում է նրան ըստ իր կամքի նրա ունեցվածքը հարստահարելով եւ իրենը հարստացնելով։ Իսկ այնուհետև հոգին այրեանում է Փեսա Քրիստոսից, որովհետև սիրով Աստծո կամքը կատարելով Քրիստոսի հարսն էր դարձել, սակայն երբ արհամարելով ատեց Աստծո օրենքները, անջատվեց գլխից եւ այրի դարձավ, մանավանդ որ շնացող եւ պոռնիկ էր, որովհետև ինչպես գոյություն ունի մարմնավոր շնություն, կա նաեւ հոգեվորը, ըստ այն խոսքի, շնանում էր Երուսաղեմը եւ պոռնականում Սամարիան։ Այսինքն, քանի որ թողեցին իրենց Տեր Աստծուն եւ երկրպագեցին կուրքերին, այդպես է եւ հոգին, երբ թողնում է Աստծո կամքը, այրեանում է, այսինքն բարի գործերից անզավակ եւ անպտուղ է մնում։ Կրկին անգամ այրի է, այսինքն անտեր եւ անխնամակալ, կամ այրի է, այսինքն լքված իր ամուսնուց եւ ատելի եւ ամեն տեսակի բարիք պակասում է նրանից։ Եվ այրին գալիս էր նրա մոտ եւ ասում. Իմ ոսոխի դեմ իմ դատը տես, այսինքն հոգին գալիս էր դատավոր մտքի մոտ եւ թախանձում նրան դատաստան տեսնել թշնամի մարմնի նկատմամբ, քանի որ անիրավ է եւ զրկում է իրեն բարիքներից եւ հեռացնում է Աստծո կամքից։ Իսկ միտքը մարմնի հետ հեշտանալով ոչ կամենում է լսել հոգուն եւ ոչ դատել, որի պատճառով էլ անիրավ դատավոր է կոչվում, եւ քանի դեռ մարմինը մեղքերով հեշտացած է, չի կամենա դատաստան կայացնել։ Բայց հետո սթափվելով ասում է. Եթե բարեկամության համար չեմ անում, սակայն թախանձանքի պատճառով նրա դատը տեսնեմ, որպեսզի ինձ չանհանգստացնի։ Այսինքն խղճմտանքը քննադատում է մտքին անիրավության համար։ Այն ժամանակ միտքը զղջալով
դարձի է գալիս եւ արդար դատաստան տեսնում, այսինքն ապաշխարությամբ եւ զղջմամբ հրաժարվում է մեղքերից եւ հանգիստ գտնում խղճմտանքով։ Եվ անիրավ դատավորն իր զղջման եւ ապաշխարության միջոցով դառնում է արդար դատավոր։ Այսպես եւ Աստված դատ կանի նրանց, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են։ Լսեցեք սարսռելի խոսքս եւ հասկացեք, թե ով է Աստծուն աղաղակողը, եւ նա էլ ելնում է վրեժքնտրության, այսինքն մեր բարի գործն է, որ հարստահարվում է չար գործերի կողմից։ Եվ դարձյալ մեր պահապան հրեշտակներն են դժգոհելով աղաղակում Աստծուն, որ բազմացան մեր մարդկային չարիքները, եւ նորից մարդկանցից հարստահարվածներն են աղաղակում Աստծուն ըստ այնմ, թե ձեր կողմից զրկվածն աղաղակում է, եւ հնձվորների բողոքը հասավ ամենակալ Տիրոջ ականջին։ Եվ նորից բոլոր տարերքներն են, ուր մեղանչում ենք, այսինքն երկիրն ու երկինքն աղաղակում են Աստծուն, ինչպես Սոդոմայեցիների ժամանակ, ըստ այն խոսքի, որ ասաց, թե ըստ նրանց աղաղակի, որ ինձ վճարեցին, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, ասում է Տերը, քանի որ թե այստեղ եւ թե հանդերձյալում բոլորն էլ մերկաբանվելու են եւ բացահայտ կանգնելու ահավոր ատյանի առաջ, որովհետև Աստված քննում է սրտերն ու երիկամները, այսինքն սրտի ծածուկ խորհուրդներն ու մարդու անգործությունը տեսնում է Տերը։ Անզգամի նման քո սրտում մի ասա, թե Աստված չկա եւ ոչ էլ գործեր նկատող, քանի որ Աստված ամեն ինչ տեսնում է, որովհետև Աստված տեսնող է թարգմանվում։ Նա ուղղակի ողորմելով ներում է մեղավորներին, որովհետև գիտի, որ կապաշխարեն եւ կապրեն։ Իսկ եթե դու, ինչպես ասում է առաքյալը, արհամարում ես Աստծո ներողամտությունը, ապա քո անձի դեմ բարկություն ես դիզում բարկության օրվա եւ Աստծո արդար դատաստանի հայտնության օրվա համար։ Որովհետև ով սիրում է մեղքը, ատում է իր անձը, ասում է Մարգարեն։ Եվ արդ լսեցեք, եղբայրներ, թե ինչ էր դատավորը անիրավությամբ անում։ Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։ Քանի որ սրանք են, որ մեղավորին դարձի են բերում, այսինքն Աստծո հանդեպ երկյուղն ու ամոթը մարդկանցից, որովհետև Տիրոջ երկյուղով ամեն ոք խորշում է չարից, եւ ամոթահար լինելով խուսափում ենք չարից, որովհետև այս երկուսն էլ մարդու համար մեծ սանձեր են, ինչպես ձիու սանձերով ուղղում ենք նրա ճանապարհը։ Եվ որտեղ որ սրանք չկան, ինչպես սանձարձակ ձի, որ շեղվում է ճանապարհից ամեն տեսակ որոգայթների խորխորատներն ընկնելով, որովհետև հանդգնությունն ու անամոթությունը բոլոր չարիքների շտեմարաններն են։ Եվ արդ մենք պետք է երկնչենք Աստծուց եւ ամաչենք մարդկանցից, որովհետև ահավոր է ընկնել կենթանի Աստծո ձեռքը։ Եվ ինչպես ինքը Տերն ասաց, եւ մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, այլ դուք առավել վախեցեք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին եւ մարմինը, որի պատճառով էլ փրկում է Քրիստոս իր անունով մեզ եւ բոլոր հավատացյալներին հավիտենական կրակի տանջանքներից, եւ իր ողորմությամբ արժանի է անում անճարելի ուրախությունների եւ անպատմելի ցնծության Քրիստոս Հիսուսի մեր Տիրոջ հետ, որ օրհնյալ է, խոր եւ Սուրբ Հոգու հետ, հավիտյանս, ամեն։